Քան պարոն Բաբայան, անդրադառնանք այսօրվա դատական նիստին, ինչ արձանագրումներ արեցիք իմասնավորի վկայի հարցաքննությունը։ Հարցաքննությունը չի ավարտվել, պարոն Մելիքյանը սա հիմա կներկայացնի։ Դե ազորեցիք։ Չէ, հարցաքննությունը վկայի չի ավարտվել, ես ճիշտ չեմ համարում մենք հիմա վկայի հարցաքննությանը անդրադառնանք, բայց ասեմ, որ շատ հետաքրքիր էր վկայի հարցաքննությունը, նաև եթե իրավաբան ուսանողներ են նայում, կոչ կանեի մի հատ նայել, որովհետև իսկապես շատ հետաքրքիր հարցաքննություն էր, որը շարունակվելու է, մենք կտեսնենք, մենք առհասարակ վկայի հետ գործ ունենք, թե մարդու, որին ուղղակի պետությունը անհանգստացրել է իր քաղաքական հետապնդումը մի քիչ փաստաթղթավորելու համար։ Սովորական մեկնաբանության համար փաստացի մարդը հրավիրվել է, նշանակում է այտենց ակնդետ հետևում են, հա, ով ինչ է գրում։ Նորից ասեմ, չեմ ուզում հիմա որևէ բան ասել, որովհետև վկայի հարցաքննությունը շարունակվելու է եւ մինչեւ չավարտվի ես որևէ գնահատական չեմ տա։ Լավ, պարոն Մելիքյան, մեկ ուրիշ հանգամանքի անդրադառնանք, նայեք, վկան հարցերին պատասխանում էր բավականին այսպես բաց բոլոր հարցերին։ Ինչով էր պայմանավորված ձեզ մեղադրող դատախազի վրդովմունքը եւ ինչու ավելի վաղ դատարանը նկատողություն չարեց, երբ օրինակ մեղադրող դատախազը իր վրա վերցրել էր ֆունկցիա ընդհատելու վկային դու սուս, ես հետո կասեմ իմ ասելուց հետո քո ասելու ժամանակ եկել էր դու ասել, ինչ որ այսպեսի խոսակցություններ որ լիներ։ Մոտավոր եմ էլի։ Ասեմ, դատարանը դրան արձագանքեց, մի քիչ շուտ, այդ իհարկե, բայց նորից ասեմ, վերաբերում այսպեսի հարցաքննություններին դատական որևէ կերպ, ասեմ, այն պահին, երբ մենք հասկանում ենք, որ մեր պաշտպանյալների իրավաչափ պահանջում է, որպեսզի մենք միջամտնենք, մենք միջամտում ենք։ Սա շատ նուրբ բան է իրականում հարցաքննությունը, հոգեբանական կողմ կա, ուրիշ բան, այսպես, այս պահին ես նորից ասեմ, պատակարարմար չեմ համարում դրան արձագանքել, բայց ամեն դեպքում հարթ հարցաքննություն իհարկե չէր։ Լավ, իսկ պաշտպանյալի առողջական վիճակի մասին ինչ ունեք այս պահի դրությամբ։ Անվասայլակով բերվեց շարժական խնդիր է առաջացել, պետք է մոտակա օրերս հետազոտություններ լրացուցիչ արվեն, հասկանանք, թե պատճառը որն է։ Այսինքն դեռևս չկա հստակ, հա, ինչ որ պատճառ բան, որտեղ նախնական ախտորոշում կա, բայց դե հիմա մարդու ախտորոշումն է, ճիշտ չէ համարի դրա մասին խոսել, առանց իրավասայլության։ Բայց ասեմ կալանքի հետևանք է, հա։ Ես համարում եմ, այս ամեն ինչն է կալանքի հետևանք, դե հացադուլն է կալանքի հետևանք, ամեն դեպքում կապված է, բայց կոնկրետ պատճառահետևանքային կապ ես այս պահին նշել չեմ կարող ուղիղ հացադուլի, թե ընդհանրապես կալանքի, բայց ես համարում եմ, որ հացադուլը նույնպես կալանքի հետևանք է։ Հասկանալի, շնորհակալություն։ 168 թեմի հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ հեռարձակ